Ողջույն բոլորին։ Դե փաստորեն մենք բոլորս ապրում ենք արհեստական բանականության դարաշրջանում, այնպես չէ, բայց գիտեք մի շատ տարօրինակ բան կա, մենք այն գրեթե չենք օգտագործում։ Ինչպես է ստացվում, որ մի տեխնոլոգիա, որի մասին բոլորը խոսում են, իրականում այդքան քիչ իրական կիրառություն ունի։ Եկեք միասին փորձենք գլուխ անել այս հանելուկից։ Ուղղակի մի պահ նայեք այս թվերին։ Սրանք ուղղակի ապշեցնող են։ Ամեն 100 մարդուց 97-ը լսել է, գիտի ԱԲ-ի մասին, բայց ընդամենը 3-ը, պատկերացնում եք, ընդամենը 3-ն է իրականում օգտագործում դրա իսկական ուժը։ Սա գիտեք ուղղակի վիճակագրություն չէ, սա մի հսկայական անդունդ է, չօգտագործված ներուժի մի ահռելի խոռոչ, որը բաժանում է լսել եմ ու անում եմ։ Դե այստեղ հարց է առաջանում, իսկ ինչ է կատարվում, ինչու է այս տարբերությունը այսքան մեծ, միգուցե տեխնոլոգիան դեռ պատրաստ չէ, թե գուցե շատ հնարավոր է, որ խնդիրը մեր մարդկանցս մեջ է։ Պարզվում է, պատասխանը մի երևույթի մեջ է, որը կարելի է անվանել կույր կետի ֆենոմեն։ Եվ միանգամից ասեմ, սա շատ ավելի շատ կապ ունի մարդկային հոգեբանության հետ, քան թե մեքենաների ինտելեկտի։ Ահա եւ խնդրի բուն արմատը կատարյալ ձևակերպված այս մի նախադասության մեջ։ Գլխավոր արգելքը ոչ թե մեքենաների ինտելեկտն է, այլ օգտատերերի երևակայության պակասը։ Մի վայրկյան մտածեք սրա մասին։ Մեր իրական վախը այն չէ, որ AI-ը մի օր կգրավի աշխարհը։ Ոչ։ Իրական խնդիրը, որի հետ մենք այսօր բախվում ենք, այն է, որ մենք ուղղակի չենք կարողանում պատկերացնել, թե ինչպես այն կիրառենք մեր սեփական կոնկրետ առօրյա խնդիրները լուծելու համար։ Եվ երևակայության այս պակասը շատ իրական դրսևորում ունի, մենք դեմ առ դեմ ենք, այսպես ասած, կիրառական օրինակների ճգնաժամի հետ։ Մենք սովոր ենք տեսնել, թե ինչպես են բաներն աշխատում, բայց ԱԲ-ի դեպքում մենք հաճախ պարզապես չգիտենք, թե ինչ հարցնել։ Դու նայում ես այդ դատարկ չաթի պատուհանին ու զգում ես այդ դասական սպիտակ թղթի վախը։ Դա ուղղակի հատվածահար է անում։ Նայեք, թե ինչ անհամապատասխանություն կա։ Մի կողմից մենք օգտագործում ենք այս անհավանական հզոր գործիքը մոռաքրոջս համար ծննդյան շնորհավորանք գրիրի պես բաների համար, բայց մյուս կողմից դրա իրական ներուժը հարյուրավոր զեկույցներ վայրկյանների ընթացքում վերլուծելու կամ մի ամբողջ բիզնես ռազմավարություն մշակելու մեջ է։ Գիտեք, սա նման է նրան, որ մեզ տիեզերանավ են տվել, իսկ մենք դրանով մինչև մոտակա խանութ ենք գնում։ Լավ, այսքանը խնդրի մասին։ Լավ նորությունն այն է, որ ելք կա, բայց եւ սա շատ կարևոր բայց է։ Դա պահանջում է մտածելակերպի ամբողջական փոփոխություն։ Մենք պետք է դադարենք ԱԲ-ն նայել որպես պարզ երկխոսություն եւ սկսենք այն ընկալել որպես մի ամբողջական էկոհամակարգ։ Հիմա մենք ԱԲ-ն տեսնում ենք որպես ինտերֆեյս, այսինքն մի առանձին չաթի պատուհան, որի հետ մեկուսացված խոսում ենք։ Մենք պետք է սկսենք այն ընկանել որպես միջավայր, մի տարածք, որը լիովին ինտեգրված է այն ամենին, ինչ մենք անում ենք աշխատանքի ընթացքում։ Եվ եկեք հստակ լինենք, սա ինչ-որ աննշան ծրագրային թարմացում չէ, մենք գտնվում ենք մի հսկայական փոփոխության, մի մեծ անցման կենտրոնում, մենք շարժվում ենք պարզ ինտերֆեյսներից դեպի այս ամբողջական միջավայրեր, եւ սա փոխում է մեր աշխատանքի հենց հիմքերը։ Լավ, բայց ինչպես իրականացնել այս թռիչքը։ Դե գաղտնիքը մի հայեցակարգի մեջ է, որը պայմանականորեն կարելի է անվանել խելացի աշխատանքային տարածք։ Գիտեք, տեխնիկական աշխարհում սրա համար մի տերմին կա IDE կամ ինտեգրված մշակման միջավայր։ Մի անհանգստացեք, գիտեմ, որ շատ տեխնիկական է հնչում, բայց իրականում դրա հիմքում ընկած գաղափարը շատ պարզ է։ Իրականում ուղղակի մտածեք դրա մասին այսպես. խելացի աշխատանքային տարածք։ Պատկերացրեք մի միջավայր, որտեղ ԱԲ-ն չի տեսնում ձեր տված մեկ պատահական ֆայլը։ Փոխարենը այն մուտք ունի ձեր ամբողջ նախագծի բոլոր ֆայլերին միաժամանակ։ Այն տեսնում է ամբողջ պատկերը, ոչ թե փազլի մեկ կտորը։ Հենց սա է, որ ամբողջ խաղը փոխում է։ Երբ ԱԲ-ն մուտք ունի ձեր բոլոր ֆայլերին, այլևս սահմանափակումներ չկան, թե ինչքան տվյալ կարող են մշակել։ Այն հարյուրավոր փաստաթղթերը չի տեսնում որպես առանձին բաներ, այլ տեսնում է որպես մեկ միասնական կապակցված համատեքստ։ Եվ հենց այդ պահին է, որ այն դրսի խորհրդատուից, որին պետք է ամեն ինչ բացատրես, վերածվում է թիմի ներքին անդամի, ով արդեն ամեն ինչ գիտի նախագծի մասին։ Լավ, տեսությունը հետաքրքիր է, բայց եկեք անցնենք պրակտիկային, իսկ իրական աշխատանքում սա ինչ տեսք ունի, թույլ տվեք մի քանի կոնկրետ օրինակ բերել։
Վերցնենք օրինակ բժշկին։ Պատկերացրեք, որ նրա A-B օգնականը ոչ թե ուղակի պատահական հարցերի է պատասխանում, այլ ամփոփում է հիվանդի 10 տարվա ամբողջ բժշկական պատմությունը, համադրում լաբորատոր հետազոտությունների արդյունքները աշխարհի ամենաթարմ գիտական հոդվածների հետ եւ գտնում այն թաքնված կապերը, որոնք մարդ-բժիշկը որքան էլ հանճարեղ լինի, կարող է բաց թողնել, ուղակի ժամանակ չունենալու պատճառով։ Մենք խոսում ենք ախտորոշման բոլորովին նոր մակարդակի մասին։ Կամ ասենք իրավաբանը։ Նրա խելացի համակարգը կարող է վերցնել 100 էջանոց պայմանագիրը եւ վայրկյանների ընթացքում ստուգել այն, համեմատելով հազարավոր անցյալ դատական գործերի տվյալների բազայի հետ։ Այն կարող է անմիջապես նշել այն կետերը, որոնք վիճակագրորեն հանգեցնում են իրավական խնդիրների, կարող է նույնիսկ վերցնել սկրինշոթներով ու նամակներով լի մի խառը պանակ ու սկսել ապացույցների նախնական տարբերակ հավաքել։ Սա ռիսկերի կառավարում է գերմարդկային արագությամբ։ Եվ սա միայն նեղ մասնագիտությունների համար չէ, նույնիսկ գրասենյակի կառավարչի աշխատանքը կարող է փոխվել։ AB-ն դառնում է բյուրոկրատիայի ավտոպիլոտ։ Այն տեսակավորում է բոլոր մուտքային նամակները, համեմատում հաշիվ ապրանքագրերը առաքման փաստաթղթերին եւ կարող է նույնիսկ պատասխաններ պատրաստել հանդիպումների հարցումներին ավտոմատ ստուգելով բոլորի օրացույցները։ Այդ ամբողջ զանձրալի մեխանիկական աշխատանքը ուղղակի անհետանում է։ Ուրեմն ինչ է այս ամենը նշանակում ձեզ համար հենց հիմա։ Սա նշանակում է, որ մենք կանգնած ենք աշխատանքի մասին մեր պատկերացումների հեղափոխության շեմին։ Եվ դա նշանակում է, որ հենց այս պահին բացվում է հնարավորությունների մի հսկայական պատուհան։ Սա այն մեծ փոփոխությունն է, որի ականատեսն ենք մենք։ Մենք դադարում ենք AB-ն օգտագործել որպես տեքստի համար նախատեսված հաշվիչ, այսինքն մի բան, որն ուղղակի բառեր է գեներացնում, եւ սկսում ենք այն օգտագործել որպես իմաստների համար նախատեսված էկզոմախակ։ Խոսքը այլևս տեքստ ստանալու մասին չէ։ Խոսքը բարդ համակարգեր հասկանալու, նոր բաներ ստեղծելու եւ բոլորովին նոր գաղափարներ գտնելու մասին է։ Այս ամենը սովորելը ուղղակի արտադրողականությունը բարձրացնելու հնարք չէ։ Սա 21-րդ դարի նոր գրագիտությունն է։ Մինչ այն 97%-ը դեռ խրված է, քաթվածահարված է դատարկ էջի առաջ, դուք հնարավորություն ունեք լինել այն 3%-ի մեջ, որոնք ավտոմատացնում են իրենց առօրյա աշխատանքի 90%-ը։ Ուրեմն ես ձեզ կթողնեմ այս մեկ հարցի շուրջ մտածելու։ Եթե ձեր ձանձրալի առօրյա աշխատանքի 90%-ը վաղվանից ուղղակի անհետանա, ինչի վրա կծախսեք ձեր ազատված ամբողջ մտավոր էներգիան։ Լուրջ եմ ասում, մտածեք դրա մասին։ Այդ հարցի պատասխանը կարող է որոշել, թե ինչպիսին կլինի ձեր եւ բոլորիս ապագան։